Նրան վերագրվում է առնվազն 138 հաստատված սպանություն։ Գրեթե բոլոր զոհերը 6-ից 16 տարեկան տղաներ։ Նա պնդում էր, որ իրական թիվը շատ ավելի մեծ է։ Կոլումբիայում նրան կոչեցին «Լա Բեստիա» գազան, Լուիս Ալֆրեդո Գարավիտո։ Մարդ, որի անվան շուրջ հետագայում կկուտակվեին հարյուրավոր անհետացումներ, տասնյակ զանգվածային գերեզմաններ և մի ամբողջ երկրի ահ ու սարսափ։ Սա մեկ հանցագործության պատմություն չէ։ Սա տարիներով ձգված որսի պատմություն է։ Պատմություն մի մարդու մասին, որը ընտրում էր ամենախոցելի շերտը, և համակարգի մասին, որը չափազանց երկար ժամանակ չէր նկատում, թե ինչ է կատարվում իր ներսում։ Այս պատմության հենց սկզբից առաջ են գալիս մի շարք հարցեր։ Ինչու նրան չկանոնեցրին առաջին դրվագներից հետո։ Ինչու տարբեր քաղաքներում տեղի ունեցող նույնատիպ սպանությունները տարիներով չմիավորվեցին մեկ գործի մեջ։ Կարող ենք արդյոք սարսափի ակունքները փնտրել նրա մանկության մեջ, թե դա պարզապես հարմար բացատրություն է, և վերջապես ինչու դատավճիռը Կոլումբիայում դարձավ ազգային սկանդալի պատճառ։ «1998 թվականի նոյեմբերի 7, Կոլումբիա, Պերեյրա քաղաք, սովորական բակ, սովորական խաղ, մի քանի տղա ֆուտբոլ էին խաղում, գնդակը թռավ թփերի մեջ, նրանցից մեկը վազեց գնդակի ետևից և այս պարզ իրավիճակը բերեց զարհուրելի հայտնագործության։ Տղան թփերում տեսավ մարդկային ոսկորներ, այդ պահին ոչ ոք դեռ չէր հասկանում, որ սա պարզապես դիչ էր, սա մի պատմության սկիզբն է, որը շատ արագ դուրս է գալու այդ բակի, քաղաքի և նույնիսկ երկրի սահմաններից։ Սկզբում ոստիկանները դա ընդունեցին որպես քաղաքացիական պատերազմի հերթական հետք։ Կոլումբիան տարիներով ապրում էր բռնության մեջ։ Դի գտնելը այստեղ ցավալիորեն սովորական իրադարձություն էր։ Բայց մեկ շաբաթ անց, նոյեմբերի 15-ին, ամեն ինչ փոխվեց։ Քաղաքի ծայրամասում հայտնաբերվեց զանգվածային գերեզման, 36 տղա երեխայի դիեր, որոնցից ամենափոքրը 8 տարեկան, բոլորը կապված էին, բոլորը բռնաբարված, բոլորը սպանված երկարատև խոշտանգումներից հետո։ Եվ սա վերջը չէր։ Հաջորդ օրերին սկսեցին հայտնվել նոր մարմիններ, տարբեր վայրերում, տարբեր ժամանակներում սպանված, բայց նույն ձեռագրով։ Այդ պահին քննիչների մոտ սկսվեց ձևավորվել մի միտք, որը սարսափելի էր հենց իր պարզությամբ։ Սա մեկ մարդու գործողությունների հետևանք է։ Երկիրը հայտնվեց խուճապի մեջ։ Հեռուստատեսությունը և ռադիոն օր ու գիշեր կրկնում են նույն նախադասությունը։ Երեխաներ են անհետանում։ Ծնողները սկսեցին փակել տղա երեխաներին տներում։ Դպրոց գնալը կամ բակում խաղալը մեծ վտանգ էր։ Քաղաքում արագ տարածվեցին խոսակցություններ սատանիստական սեկտաների մասին, իբր երեխաները զոհաբերվել են գաղտնի ծեսերի ժամանակ։ Վախը խառնվում էր լուրերին, լուրերը երևակայությանը, միջազգային լրատվամիջոցները սկսեցին խոսել Պերեյրայի մասին։ Երկիր ժամանեցին իրավապաշտպան կազմակերպություններ, նույնիսկ ՄԱԿ-ի ներկայացուցիչներ։ Հետաքննությունը հանձնվեց դատախազ Ալֆոնսո Գոմեսին։ Նա ստացավ մի գործ, որտեղ արդեն կային տասնյակ զոհեր և գրեթե ոչ մի հստակ ուղղություն։ Այդ պահին ոչ ոք դեռ չէր պատկերացնում, որ սա միայն սկիզբն է, որ իրական թվերը շատ ավելի մեծ են, և որ այս պատմությունը վերջանալու է շատ ավելի ուշ։ Քննչական խումբը սկսեց ամենակարևորից։ Մի կողմ դրվեցին քաղաքում շրջանառվող առեղծվածային պատմությունները, դադարեց լսել խոսակցությունները աղանդների, ծեսերի և անբացատրելի չարիքի մասին։ Նրանց հետաքրքրում էր միայն այն, ինչ կարելի էր ստուգել։ Նրանք ուսումնասիրեցին մարմինների վիճակը, վերքերի բնույթը, կապանքների հետքերը, բռնության սխեման և տեսան հստակ օրինաչափություն։ Սեռական մոտիվ, կրկնվող վնասվածքներ պարանոցի և կրծքավանդակի շրջանում և սեռական օրգանների հատվածում։ Փորձառու քննիչների համար սա պատահականությունների շարք չէր,
Սա ձեռագիր էր։ Քննիչները պահանջեցին վերջին տարիների ընթացքում չբացահայտված դեռահասների սպանությունների բոլոր գործերը։ Դրանք դասավորվեցին ըստ ժամանակագրության, համեմատեցին վնասվածքները, նշեցին քաղաքները, պատկերը սկսեց լայնանալ։ Նման դեպքեր կային ոչ միայն Պերեյրայում։ Դրանք ձգվում էին երկրի տարբեր շրջաններով եւ սկսվել էին առնվազն 1992 թվականից։ Այդ պահին քննիչների համար արդեն պարզ էր։ Գործ ունեին տեղաշարժվող սերիական մարդասպանի հետ, բայց հենց այստեղ նրանք բախվեցին առաջին պատնեշին։ Ղեկավարությունը մերժեց սերիական մարդասպանի վարկածը, ապացույցները համարվեցին անուղղակի, ԴՆԹ փորձաքննությունները չափազանց թանկ։ Ղեկավարության համար անհարմար էր հավատալ, որ մեկ մարդ կարող է տարիներով ազատ տեղաշարժվել երկրով մեկ եւ սպանել երեխաներին տարբեր քաղաքներում։ Եվ մինչ վերևում քննարկում էին հավանականությունը եւ նպատակահարմարությունը, սպանությունների ալիքը շարունակվում էր։ Սակայն քննչական խմբի ղեկավար Գոմեսը չկանգնեց։ Նա նույնպես փոքր որդի ուներ եւ գործը նրա համար վաղուց դադարել էր լինել միայն ծառայողական։ Եթե նա հիմա հրաժարվեր այս վարկածից, վաղը հերթական երեխան կարող էր տուն չվերադառնալ։ Դրա համար նա շարունակում էր առաջ տանել իր գիծը, հավաքել փաստեր, ընդլայնել որոնում եւ քայլ առ քայլ միացնել բեկորները մեկ ընդհանուր պատկերի մեջ։ Քննիչները սերիական մարդասպանների որոնման հատուկ պատրաստություն չունեին։ Նրանք պրոֆայլեր չէին եւ չունեին սերիական մարդասպան որսալու ուղեցույց։ Դրա համար ստիպված էին սովորել ընթացքի մեջ։ Նրանք ձեռք են բերում ամերիկյան եւ անգլիական քրեագիտական ձեռնարկներ, ուսումնասիրում մեթոդիկաները, համեմատում տարբեր մոտեցումներ, փորձում հասկանալ, թե ինչպես են նման գործերը համակարգված բացահայտվում։ Հետագայում հարցազրույցներից մեկում ասվում է, որ այդ շրջանում քննչական խմբի աշխատանքի վրա մեծ ազդեցություն է թողել Citizen X ֆիլմը։ Պատմություն այն մասին, թե ինչպես է քննիչը քայլ առ քայլ գնում Անդրեյ Չիկատիլոյի հետքով, միաժամանակ կոտրելով բյուրոկրատիայի եւ անվստահության պատը։ Մենք արդեն ունենք տեսանյութ մեր էջում Չիկատիլոյի մասին, որի հղումը կգտնեք նկարագրությունում։ Քննիչները հասկանում են, եթե նման գործեր քննելու համակարգը չկա, ուրեմն այն պետք է հավաքել սեփական ուժերով։ Նրանք սկսեցին իրենց շուրջը միավորել մարդկանց, ովքեր նույնպես հասկանում էին իրավիճակի լրջությունը։ 1.5 տարվա աշխատանքի ընթացքում քննիչները հայտնաբերեցին ավելի քան 100 դեռահասների մնացորդներ, եւ այդ որոնման արդյունքում նրանք վերջապես դուրս եկան կոնկրետ կասկածյալի վրա։ Պեդրո Ռամիրես Գարսիա, 44 տարեկան տղամարդ, նախկինում դատված բռնաբարության համար։ Նրան ճանաչել էր մի դեռահաս, որի վրա նա փորձել էր հարձակվել։ Գարսիային ձերբակալեցին։ 98 թվականի դեկտեմբերին նրան մեղադրանք առաջադրեցին 2 տղաների սպանության համար։ Քննության ներսում սա ընկալվում էր որպես երկար սպասված շրջադարձ։ Թվում էր, թե շղթան վերջապես փակված է, բայց մինչ քննիչները փորձում էին հասկանալ, կարելի է նրան կապել մյուս դրվագների հետ, Պալմիրայում հայտնաբերվեցին միաժամանակ խոշտանգված երեխաների նոր դիեր։ Փորձաքննությունը ցույց տվեց նույնը, ինչ նախկինում՝ բռնաբարություն եւ խոշտանգումներ նույն ձեռագրով։ Սա նշանակում էր միայն մեկ բան՝ իրական հանցագործը ազատության մեջ է։ Պալմիրայում հայտնաբերված մարմինները քննությանը տվեցին այն, ինչը մինչ այդ գրեթե միշտ պակասում էր՝ նյութական հետքեր։ Տղաների դիերը գտնվել էին բլրի վրա, շաքարեղեգի դաշտի կողքին։ Դեպքի վայրում մնացել էին տարբեր իրեր՝ 27 տարա, դանակ, թղթադրամներ, ակնոց, կոշիկ, ներքնազգեստ եւ հագուստ։ Գրպանում հայտնաբերվել էին նաեւ կտրոններ եւ հասցեով մի գրություն։ Գրեթե բոլոր իրերը մասամբ այրված էին։ Քննիչները ենթադրեցին, որ հանցագործը հարբած է եղել եւ հնարավոր է քնել էր հենց երեխայի մարմնի վրա, ձեռքին վառվող ծխախոտ։ Այդպես սկսվել էր հրդեհը, որի պատճառով դեպքի վայր էին հասել ֆերմերները, իսկ մարդասպանը ստիպված էր եղել թողնել ամեն ինչ ու փախչել։ Քննության համար սա նրա առաջին լուրջ բաց թողումն էր։ Սպանված տղաները ընկերներ էին։ Նրանք միասին թերթեր էին բաժանում, փորձելով գումար վաստակել։ Նրանցից մեկի մայրը պատմեց, որ անհետանալու օրը որդին ուրախ ասել էր, ինչ որ տղամարդ իրեն աշխատանք է առաջարկել։ Տղան տանից դուրս էր եկել ուրբաթ ցերեկը, իսկ երկուշաբթի արդեն գտնվել էր նրա մարմինը։
Թողնված իրերը քննիչներին թույլ տվեցին առաջին անգամ կազմել հանցագործի մոտավոր ֆիզիկական դիմանկարը։ Ակնոցի ուսումնասիրություններից պարզ դարձավ, որ հանցագործը ձախ աչքի ասիգմատիզմ ունի, քանի որ շրջանակն ու ոսպնյակները հատուկ էին պատրաստված։ Կոշիկի մաշվածությունից էլ պարզ դարձավ, որ նա կաղում է։ Ընդհանուր նշաններով որոշվեց նաև մոտավոր հասակը՝ շուրջ 165 սանտիմետր։ Քննությունն առաջին անգամ ուներ ոչ միայն կրկնվող ձեռագիր, այլ նաև իրական մարդու բնորոշում։ Գրության մեջ նշված հասցեն քննիչներին բերեց Տրուխիլիո քաղաք։ Տունը պատկանում էր Լուս Մարի անունով մի կնոջ։ Նա պատմեց, որ որոշ ժամանակ հանդիպել է Լուիս Գարավիտո անունով մի տղամարդու հետ, սակայն վերջին ամիսներին հարաբերությունները վատացել են եւ նա վաղուց չէր երևացել։ Այդուհանդերձ նրա իրերը մնացել էին կնոջ տանը։ Այդ իրերն էլ դարձան գործի բանալին։ Տուփերի մեջ հայտնաբերվեցին նեյլոնե պարաններ, վազելինով տարաներ, ավտոբուսի տոմսեր դեպի Սան Խուան դե Ուրաբա շրջան։ Տոմսերի օրերը համընկնում էին այն ամսաթվերի հետ, երբ տղաները անհետացել էին։ Կային նաև թերթերից կտրված հոդվածներ, դեռահասների անհետացման մասին, ինչպես նաև նոթատետր, որտեղ նշված էին սպանությունների օրերն ու զոհված երեխաների տարիքը։ Գրեթե միաժամանակ ստացվեց եւս մի կարևոր տեղեկություն։ Մի երիտասարդ պատմեց, որ տարիներ առաջ մի տղամարդ իրեն աշխատանք էր առաջարկել, հետո առևանգել, կապել ու բռնաբարել։ Նրան հաջողվել էր փախչել, միայն այն պատճառով, որ հանցագործը քնել էր։ Տարիներ անց նա ճանաչել էր իր բռնաբարին արագ սննդի կետի գանձապահի մեջ։ Սրճարանի սեփականատերը հաստատեց, որ այդ աշխատակցի անունը Լուիս Գարավիտո էր, եւ հենց այդ պահից նա այլևս աշխատանքի չէր եկել։ Քննիչները գտան նաև Գարավիտոյի քրոջը, Էսթերին։ Նա ասաց, որ եղբորը արդեն մի քանի ամիս չի տեսել։ Քննիչները ստացան ձերբակալման օրդեր։ Լուիս Գարավիտոյի լուսանկարը տարածվեց երկրի ամբողջ տարածքով։ Սկսվեցին նրա որոնումները։ Լուիս Ալֆրեդո Գարավիտոն ծնվել էր 1957 թվականի հունվարի 25-ին, Կոլումբիայի Գենովա քաղաքում։ Նա 7 երեխաներից ավագն էր։ Հետագայում նա պատմում էր, որ մոր կողմից երբեք չի զգացել ջերմություն ու հոգատարություն։ Հայրը շատ էր խմում, հաճախ անհետանում էր, հետո վերադառնում ագրեսիվ վիճակում։ Նա նվաստացնում եւ ծեծում էր կնոջը, նույնիսկ այն ժամանակ, երբ նա հղի էր։ Տանը չկար անվտանգության զգացում, մշտական վեճեր, ճիչեր, վախ։ Այդ միջավայրում երեխան շատ շուտ է մեծանում եւ սկսում հասկանալ, որ տունը ավելի վտանգավոր է, քան փողոցը։ Գարավիտոն առանձնահատուկ ընդգծել է մի դրվագ։ Ամեն անգամ, երբ փորձում էր պաշտպանել մորը, հայրը բառացիորեն կապում էր իրեն, որպեսզի չխառնվի։ Նույնիսկ սեփական անունը նրա համար վերածվել էր պատժի խորհրդանշի։ Լուիս Ալֆրեդո ամբողջական ձևով նրան դիմում էին հենց այն պահերին, երբ հայրը զայրացած էր։ Սա կարևոր մանրուք է մանկության մթնոլորտը հասկանալու համար։ Այստեղ պարզապես դաժանություն չէր, այլ կրկնվող զգացում, որ դու ոչինչ չես վերահասկում եւ չես կարող կանգնեցնել կողքիդ տեղի ունեցող ցավը։ Դպրոցում ուսուցիչները սկզբնական շրջանում նրան նկարագրում էին որպես շփվող եւ ուրախ տղա, բայց ուսումը դժվար էր տրվում եւ շուտով սկսեցին խնդիրները առաջանալ դասընկերների հետ։ Նա ենթարկվում էր ծաղրանքի եւ ճնշման, ամաչում էր իր արտաքինից, ծանր էր տանում հաստ ապակիներով ակնոցները եւ աստիճանաբար ավելի շատ էր փակվում ինքն իր մեջ։ Հետո հայրը վերջնականապես կտրեց նրան սովորական կյանքից։ 5-րդ դասարանում Լուիսին հանեցին դպրոցից, որպեսզի աշխատի եւ օգնի ընտանիքին։ Արգելում էին ընկերներ ունենալ, արգելում էին աղջիկների հետ շփվել, արգելում էին ժամանակ ու ուժ վատնել ինչ-որ բանի վրա բացի գոյատևումից։ Սոցիալականացման հիմքը կոտրվում էր հենց սկզբում։ Նրան մեկուսացրին եւ զրկեցին այն միջավայրից, որտեղ նա գուցե հնարավորություն կունենար ձևավորվել որպես այլ մարդ։ Այս պատմության առանձին շերտը նաև մանկության տարիների սեռական բռնության թեման։ Գարավիտոն պնդում էր, որ դրան բախվել է մեծահասակ տղամարդկանց կողմից եւ հետագայում իր վարքի աղավաղվածությունը բացատրում էր հենց դրանով։ Սակայն այստեղ կարևոր է ընդգծել, որ ոչ բոլոր մասնագետներն էին նրա խոսքերին անվերապահորեն հավատում։ Ոմանք կարծում էին, որ նա կարող էր նման կենսագրություն կառուցել որպես պաշտպանական լեգենդ, կարեկցանք առաջացնելու եւ ուշադրությունը մանկական տրավմայի վրա կենտրոնացնելու համար։
Այդ պատճառով այս հատվածը միշտ հնչում է վերապահումով։ Կա այն, ինչ ասել է ինքը, եւ կա այն, ինչ հաստատվում է անուղղակիորեն։ Ագրեսիայի բռնկումներ եւ վարքի փոփոխություններ, որոնց մասին հետագայում պատմել են հարազատները։ Եվ հենց այս պահից պատմությունը դադարում է լինել պարզապես ծանր մանկություն։ Այստեղ արդեն երևում են վտանգավոր շեղման առաջին նշանները։ Hay un Dios y yo tengo que darle cuenta a un Dios por todos estos actos que yo he cometido. ¿Sí? Para el hombre no tendré perdón, para Dios sí. 12-13 տարեկանում ըստ մտերիմների խոսքերի Լուիսի մոտ սկսեցին ավելի հաճախ նկատվել զայրույթի եւ ագրեսիայի բռնկումներ։ Հետագայում հարցաքննությունների ժամանակ նա ինքը կասեր, որ հենց այդ շրջանում սկսել է ձգումը դեպի երեխաները եւ երբեմն դիպչել իր փոքր եղբայրներին ու քույրերին։ Այդ դեռահասական փուլում էլ տեղի ունեցավ առաջին փորձը անցնելու անթույլատրելի սահմանը։ Antes de yo matar cometí muchas violaciones, es verdad, eso ya lo conversé en la fiscalía, lo hizo, se judicializó. 15 տարեկանում նա սկսեց զգալ, որ իրեն ձգում են միայն տղաները, եւ ամենասարսափելին այն է, որ իրենից շատ ավելի փոքր տղաները։ Նա հարձակվում է 6 տարեկան երեխայի վրա, նրան քաշելով երկաթուղային կայարանի մեկուսացված հատված։ Սակայն անցորդները ժամանակին նկատում են, թե ինչ է կատարվում եւ կանխում հանցանքը։ Լուիսին տանում են ոստիկանություն, եւ հենց այստեղ տեղի ունենում մի բան, որը այս պատմության ընթացքում կկրկնվի բազմիցս։ Համակարգը վտանգը չի ֆիքսում։ Նրան բաժնում պահում են ընդամենը մի քանի ժամ եւ որոշում են, որ խնդիրը պետք է լուծեն ծնողները։ Սա առաջին լուրջ ազդակն էր, որը անցավ առանց հետևանքների։ Լուիսը հասկացավ, որ պատիժ չի լինելու եւ սահմանները կարելի է ավելի առաջ տանել։ Հայրը իմանալով դեպքի մասին կատաղում է, սակայն ինչպես նշվում է գործի նյութերում, նրան ամենից շատ զայրացնում է ոչ թե հենց հարձակման փաստը, այլ զոհի սեռը։ Ընտանիքում սկսվում են մշտական սկանդալներ Լուիսի սեռական կողմնորոշման շուրջ։ Վեճերը դառնում են ավելի կոշտ եւ արդյունքում նրան վտարում են տնից։ Այդպես 17-ամյա Գարավիտոն հայտնվում է փողոցում։ Նրա համար ամենամոտ մարդը մնում է քույրը, Էսթերը, սակայն ժամանակի ընթացքում նույնիսկ նա է հեռանում Լուիսից, ալկոհոլի հետ կապված խնդիրների եւ վարքի պատճառով։ Հենց այս փուլում սկսում է ձևավորվել սովորական մարդու այն դիմակը, որը հետագայում նրան տարիներով թույլ կտա աննկատ մնալ։ Նա փորձում է հարաբերություններ կառուցել կանանց հետ, բայց ամեն անգամ դա ավարտվում է ձախողմամբ։ Կամ նրան մերժում են, կամ ֆիզիոլոգիական խնդիրների պատճառով ոչինչ չի ստացվում։ Միևնույն ժամանակ նրա վարքում աստիճանաբար երևում է երկակիություն։ Սթափ վիճակում նա կարող էր լինել բարեհամբույր, պատասխանատու, արտաքինից նորմալ, բայց ալկոհոլի ազդեցության տակ դառնում էր բոլորովին այլ մարդ, կոնֆլիկտային, կոշտ, խանդոտ, վերահսկողության մոլուցքով։ Այդ պահերին նա ատելությամբ էր խոսում իր ընտանիքի մասին եւ կրկնում էր նույն միտքը՝ երազում է սպանել հորը։ Եվ այստեղ կարևոր է ընդգծել, սա պարզապես դժվար դեռահասություն չէր։ Սա այն փուլն էր, երբ նրա ներսում արդեն ձևավորվում էր վտանգավոր մտածողություն եւ վարքի մոդել, որը հետագայում լիովին դուրս էր գալու վերահսկողությունից։ 70-ականների վերջում Գարավիտոն հեռանում է Տրուխիլյոից, փորձելով հեռու մնալ ընտանիքից ու մշտական կոնֆլիկտներից։ Նա աշխատանք է գտնում, սկսում է հաճախել եկեղեցի եւ արտաքինից փորձում է ստեղծել սովորական մարդու պատկեր։ Սակայն երեկոյան ժամերին նա սկսում է հայտնվել քաղաքային այգում, որը հայտնի էր նրանով, որ այնտեղ դեռահասները սեռական ծառայություններ էին առաջարկում։ Սկզբում դա կարծես բավարարում էր նրան, բայց շուտով վարքը սկսում է սրվել։ Գործի նյութերում այս փուլը նկարագրվում է որպես դաժանության էսկալացիա։ Գարավիտոն սկսում է բռնաբարել դեռահասներին, բռնությունը դադարում է լինել պարզապես գործողություն եւ վերածվում է զոհի նկատմամբ լիակատար վերահսկողության ձևի։ Նրա համար արդեն կարևոր էր ոչ միայն հարձակումը, այլ նաեւ նվաստացումը, իշխանության զգացումը եւ տանջանքը։ Միևնույն ժամանակ ակտիվանում է նաեւ կրոնական գիծը։ Գարավիտոն իրեն համարում էր հավատացյալ, կարդում էր Աստվածաշունչ եւ փորձում էր քավություն գտնել, կարծես հավատքի միջոցով փորձելով արդարացնել տեղի ունեցողը։ Իր խոսքով նա գրի էր առնում զոհերի անուններն ու աղոթում նրանց համար, սակայն ժամանակի ընթացքում այդ կրոնականությունը սկսում է քայքայվել եւ խառնվել հակառակ բանի հետ։ Նա հետաքրքրվում է սատանիզմով,
աստղագիտությամբ, տարոյով, խիրոմանտիայով, ինչպես նաև Ադոլֆ Հիտլերի կենսագրությամբ, որտեղ փորձում էր գտնել սեփական կյանքի արտացոլումը։ Այդ ամենի ֆոնին ուժեղանում են դեպրեսիվ վիճակները, գիշերային մղձավանջները եւ մեղավորության զգացումը։ Մի պահ նա դիմում է հոգեբանական օգնության։ Սեանսների ընթացքում զգուշանում է եւ ուղիղ չի խոսում իր արարքների մասին, սակայն բժիշկները նրա մոտ ֆիքսում են դեպրեսիվ վիճակ։ Նրան հոսպիտալացնում են եւ նա որոշ ժամանակ անցկացնում է կլինիկայում, սակայն դա չի փոխում նրա վարքը։ Դուրս գրվելուց կարճ ժամանակ անց նա կրկին դուրս է գալիս փողոց զոհ որոնելու։ Դեռահասներին տանում է մեկուսացված վայրեր եւ շարունակում է բռնություն իրականացնել։ 1980-ից մինչև 1992 թվականը նա հարձակվել է առնվազն ամսական 1 երեխայի վրա, երբեմն միաժամանակ մի քանիսի։ Այդպես 12 տարվա ընթացքում բռնաբարությունների թիվը հասնում է մոտավորապես 150-ի։ Կարևոր է ընդգծել, որ այս փուլում դեռ խոսքը հիմնականում բռնաբարությունների մասին է։ Սպանությունները սկսվում են ավելի ուշ։ Այդ տարիներին նա միայնակ չէր ապրում, ընկերների հետ բնակարան էր վարձում։ Գործի նյութերում նշվում է, որ շրջապատը կարող էր կասկածել նրա վարքի մասին։ Կային դեպքեր, երբ նրան հարբած տեսել էին դեռահաս տղաների հետ անկողնում, սակայն ոչ ոք լուրջ քայլ չէր ձեռնարկել։ Այդ անտարբերությունն ու չխառնվելու սովորությունը հենց այն գործոններից մեկն էր, որը նրան թույլ տվեց շարունակել ու ավելի խորացնել իր վտանգավոր վարքը։ Կարևոր շրջադարձը գալիս է 1992 թվականի հոկտեմբերի 4-ին։ Այդ երեկո Գարավիտոն խմում է բարում, նկատում դեռահասի, արագ դուրս է գալիս փողոց, մոտակա խանութից գնում է դանակ, սինթետիկ պարան եւ ալկոհոլ, հետո հասնում է տղային ու առաջարկում աշխատանք։ Տղան համաձայնվում է, հետո տեղի ունենում այն, ինչը փոխում է ամեն ինչ։ Բռնությունը ավարտվում է տղայի մահով։ Նկարագրությունների համաձայն այդ ամենից հետո Գարավիտոն կորցնում է գիտակցությունը որպես օրգանիզմի արձագանք, այն նոր դաժանության մակարդակին, որին հասել էր։ Այս հատվածում ամենասարսափելին այն է, որ նրան կարող էին կանգնեցնել դեռ առաջին սպանությունից առաջ։ Հոկտեմբերի 1-ին պարեկները նրան նկատում են անտառում դեռահասի հետ։ Նրան բերման են ենթարկում, ծեծում, վերցնում են իրերը եւ նույն օրը բաց թողնում։ Մեկ շաբաթ անց նա կատարում է երկրորդ սպանությունը։ Հետագայում նա այդ ամենը ներկայացնում է որպես սատանայի հետ գործարք եւ կատարվածը ներկայացնում է որպես ձայների ու նշանների արդյունք։ Սակայն ընդհանուր պատկերում սա ավելի շատ նման է նրան, ինչ հաճախ հանդիպում է սերիական հանցագործների մոտ։ Նա իր համար մի պատմություն է ստեղծում, որ արդարացնում է իր արարքները։ Երբ Գարավիտոն անցավ սպանություններին, դա ոչ հանկարծակի պահ էր, ոչ էլ միստիկ պատմություն, ինչպես հետո ինքն էր փորձում ներկայացնել։ Ուղղակի նրա նախորդ բռնությունները այլևս չէին տալիս այն զգացումը, որի համար նա դա անում էր, եւ այդ պատճառով նա սկսեց գնալ ավելի հեռու, դառնալով ավելի դաժան։ Նա զոհերին պատահական չէր ընտրում։ Նա հատուկ փնտրում էր որոշակի տարիքի ու արտաքինի տղաների։ Նրանցում կարելի էր արագ վախեցնել, հեշտությամբ ենթարկել եւ հետո լիովին վերահսկել իրավիճակը։ Արտաքինից նա հիշեցնում էր սովորական մարդու։ Նա հասկանում էր, որ աչքի ընկնելը վտանգավոր է եւ դրա համար մշտապես փոխում էր իր արտաքինը։ Սանրվածքը, ակնոցի շրջանակը, թողնում կամ սափրում էր մորուքն ու բեղերը, հաճախ կրում էր գլխարկ։ Տարբեր դրվագներում նա ներկայացել է որպես մուրացկան, հաշմանդամ, նույնիսկ վանական։ Կան տվյալներ, որ երբեմն մտել է դպրոցներ, ներկայանալով իբր բարեգործական հիմնադրամի աշխատակից, որպեսզի հերթական զոհին գտնի, բայց առավել հաճախ նա որսում էր զոհերին շուկաներում եւ փողոցներում, որտեղ դեռահասները զբաղված էին մանր առևտրով կամ պատահական աշխատանքներով։ Նա դիտավորյալ մոտենում էր նրանց, ովքեր թույլ էին սոցիալական առումով, որբեր, անտուն երեխաներ, աղքատ ընտանիքների տղաներ, նրանք ում հեշտ էր խաբել փողի, աշխատանքի, քաղցրավենիքի կամ ալկոհոլի խոստումով։ Այստեղ կարևոր է հիշել այն ժամանակվա Կոլումբիայի ընդհանուր պատկերը։ Քաղաքացիական պատերազմ, բռնության բարձր մակարդակ, հազարավոր դեռահասներ փողոցում։ Շատերը մուրում էին, վաճառում թերթեր կամ մաստակ, մաքրում կոշիկներ։ Մեծահասակ տղամարդու առաջարկած ցանկացած աշխատանք նրանց համար թվում էր որպես գումար աշխատելու հնարավորություն։ Երկիրը կարծես ինքն էր ստեղծում խոցելիության մթնոլորտ, որը Գարավիտոն վերածում էր սպանության գործիքի։ Նա գիտեր ինչպես խոսել երեխաների հետ, շեղել ուշադրությունը, աստիճանաբար քնեցնել զգոնությունը։
Երբեմն երկար ժամանակ պտտեցնում էր զոհերին քաղաքում, քայլելով փողոցներով, խմելով բրենդի եւ պատմելով իր մասին, մինչեւ գրաver երեխայի վստահությունը։ Դրանից հետո տանում էր մեկուսացված վայր, ապա դանակ, սպառնալիքներ, խոշտանգումներ եւ բազմաթիվ վնասվածքներ։ Սա քաոս չէր, սա լիակատար վերահսկման ձև էր, եւ որպեսի կրկին ու կրկին վերապրի այդ զգացումը նա սկսեց հավաքել հուշեր, թերթերից կտրված հոդվածներ, խանութների կտրոններ, ավտոբուսի տոմսեր, հյուրանոցների վճարման թերթիկներ։ Որոշ դրվագներում ըստ նկարագրությունների նա պահել է նաեւ ավելի սարսափելի տրոֆեյներ, սակայն հետո դրանցից ազատվել է, հասկանալով, որ հոտը եւ հետքերը կարող են ուշադրություն գրավել։ Այս ամենը շարունակվում էր տարիներով, որովհետև նրան չէին նկատում։ Իշխանություններն ու ոստիկանությունը երկար ժամանակ երեխաների անհետացումները չէին միավորում մեկ շարքի մեջ։ Երկրում տիրող իրավիճակի պատճառով անհետացած երեխաները դարձել էին սովորական երևույթ, իսկ ծնողների ոստիկանություն դիմելը հաճախ ավարտվում էր նվաստացմամբ, կաշառք պահանջելով եւ անտարբերությամբ։ Ավելի ուշ արդեն Գարավիտոյի ձերբակալությունից հետո պաշտոնյաները փորձում էին արդարանալ, պատասխանատվությունը տեղափոխելով ծնողների վրա, իբր նրանք ուշ էին հայտնում անհետացումների մասին։ Սակայն կոլումբիացիների համար հենց սա էր հիմնական խնդիրը՝ համակարգ, որը չի պաշտպանում։ Եվ արդյունքում Գարավիտոյի պատմությունը միայն մեկ մոլագարի պատմություն չէ։ Սա այն միջավայրի պատմությունն է, որտեղ նա կարողացավ անպատիժ գործել։ Չնայած տարիներով կառուցված դաժան պրոցեսներին Գարավիտոյի կատարյալ վերահսկումը երբեմն փլուզվում էր։ Եղել են պահեր, երբ զոհերը կարողացել են փախչել։ Եվ հենց այդ դրվագներն են ցույց տալիս, որ նույնիսկ ամենադաժան մեխանիզմը երբեմն տալիս է ճաքեր։ Այդպիսի դեպքերից մեկը կապված է 16 տարեկան Բեռնար Ալվարեսի հետ։ Նա դիմադրել է, փորձել է պոկվել եւ մի պահ, երբ հանցագործը թուլացրել է վերահսկողությունը, տղային հաջողվել է փախչել։ Սա կարևոր դրվագ է, որովհետև հիշեցնում է, նույնիսկ ամենավատ իրավիճակում երբեմն գոյություն ունի մեկ ակնթարթ, որը կարող է փրկել կյանքը։ Մեկ այլ պատմություն բացահայտում է Գարավիտոյի տարօրինակ ու անկանխատեսելի տրամաբանությունը։ 10-ամյա Կառլոս Ալբերտոն պատմել է, որ մի պահ Գարավիտոն հանկարծ իրեն հարցրել է. արդյոք իրեն դուր է գալիս այն, ինչ տեղի ունենում։ Երեխան վախեցած պատասխանել է այո, փորձելով պարզապես հաճոյանալ մոլագարին, կյանքը փրկելու համար։ Եվ այդ պատասխանն ինչ-որ կերպ ազդել է հանցագործի վրա։ Նա անսպասելիորեն բաց է թողել տղային եւ առաջարկել մեկ շաբաթ անց կրկին հանդիպել։ Այս դրվագը ցույց է տալիս, որ նրա համար կարևոր էր նաեւ հոգեբանական կախվածության ստեղծումը։ Ամենածանր հետք թողած պատմություններից մեկը 9 տարեկան Ուիլյամ Տրուխիլո Մորայինն է։ Նրա խոսքով նա ժամերով ենթարկվել է բռնության եւ կարողացել է հեռանալ միայն այն ժամանակ, երբ Գարավիտոն քնել է ալկոհոլի ազդեցության տակ։ Սակայն այս պատմության իրական խորությունն այն չէ, թե ինչպես է նա փրկվել։ Այն է, որ Ուիլյամը լռել է տասնամյակներով։ Նա գրեթե 40 տարի չի խոսել կատարվածի մասին եւ միայն 2020 թվականին է կարողացել բարձրաձայնել այդ դեպքի մասին։ Fui víctima del señor Luis Alfredo Garavito, más conocido como La Bestia, el mayor asesino y violador de niños que existe actualmente, creo que en el mundo. Սա այն կողմն է, որը հազվադեպ է երևում քրեական քրոնիկայում, երկարատև լռությունը եւ հոգեբանական տրավման։ Այս դրվագները նաեւ օգնում են հասկանալ, թե որքան լայն էր Գարավիտոյի գործունեության աշխարհագրությունը։ Հանցագործությունների հիմնական կենտրոնը Պերեյրան եւ նրա շրջակայքն էին, սակայն նա չէր սահմանափակվում մեկ տարածքով։ Նա մշտապես տեղաշարժվում էր երկրով մեկ եւ երբեմն դուրս գալիս Կոլումբիայի սահմաններից դուրս։ «1998 թվականի ամռանը նա հայտնվել էր Էկվադորում, որտեղ նրա զոհը դարձան 2 տղա։ Էկվադորական ոստիկանությունը արագ արձագանքել էր եւ սկսել որոնողական գործողություններ, սակայն Գարավիտոն հասցրել էր վերադառնալ Կոլումբիա։ Այս տեղաշարժը աշխատում էր նրա օգտին։ Տարածքների մշտական փոփոխությունն էր, որ տարիներով թույլ էր տալիս խուսափել պատասխանատվությունից։ Նա չէր ապրում մեկ քաղաքում, չէր գործում մեկ հիմնական սխեմայով։ Եվ երբ իր շուրջ վտանգը մեծանում էր, նա պարզապես տեղափոխվում էր այլ բնակավայր։
90-ականների վերջում Գարավիտոն այլևս մշտական բնակության վայր չուներ։ Նա գիշերում էր ծանոթների մոտ, երբեմն քրոջ տանը, հաճախ էլ ապրում էր կանանց մոտ, որոնց հետ փորձում էր հարաբերություններ կառուցել, բայց գրեթե ամեն անգամ դա ավարտվում էր նույն կերպ՝ կոնֆլիկտներով։ 90-ականների կեսերին Գարավիտոն կոտրել էր ոդկը եւ վերականգնման ընթացքում ժամանակավորապես մնացել էր Լուս Մարիի տանը, սակայն այնտեղ նույնպես երկար չմնաց, հարաբերությունները արագ սրվեցին, սկսվեցին վեճերը եւ կինը նրան դուրս արեց տանից, սակայն նրա անձնական իրերով արկղերը մնացել էին տանը։ Այդ առաջին հայացքից կենցաղային մանրուքը հետագայում դառնում է բացահայտման շղթայի կարևոր օղակներից մեկը։ Ժամանակի ընթացքում նրա խոսույթը փոխվեց։ Հարցաքննությունների նյութերում նշվում էր, որ նա սկսել է արտահայտվել մեծահասակների հնարավոր սպանությունների, հանրային արձագանքի, տեսախցիկների եւ հետագայում նաեւ ինքնասպանության մասին։ Սա ցույց էր տալիս, որ նրա գործողությունների շրջանակը ընդլայնվում էր, դուրս գալով միայն բռնության սահմաններից եւ ներառելով նաեւ հրապարակայնության եւ ազդեցության տարրեր։ 1999 թվական, ապրիլի 22, այսօրը տեղի ունեցավ այն դրվագը, որը կոտրեց նրա համակարգը։ Վիլյավիսենսիո քաղաքում Գարավիտոն ծանոթացավ 12 տարեկան Ջոն Իվանի հետ։ Նա ներկայացավ որպես պաշտոնյա, արագ մտավ երեխայի վստահության մեջ, նստեցրեց նրան տաքսի եւ տարավ քաղաքային այգի։ Այնտեղ նա սկսեց իր արդեն ծանոթ սխեման։ Բայց այս անգամ ամեն ինչ չընթացավ ըստ նրա ծրագրի։ Ջոնի ճիչերին արձագանքեց 16 տարեկան Անտոն մի պատանի։ Նա սկսեց քարեր նետել Գարավիտոյի վրա։ Այդ խառնաշփոթի ընթացքում Ջոնին հաջողվեց փախչել իր փրկչի հետ միասին։ Մի քանի վայրկյան, մի պատահական միջամտություն եւ տարիներով կառուցված վերահսկման համակարգը տապալվեց։ Դրանից հետո ամեն ինչ սկսեց արագ զարգանալ։ Ջոնը փրկչի եւ ավագ քրոջ հետ միասին դիմեց ոստիկանություն։ Ոստիկանները նրան նստեցրին պարեկային մեքենա եւ սկսեցին շրջել այգու տարածքով։ Քիչ անց նկատեցին մի տղամարդու, որը թաքնվել էր թփերի մեջ։ Տղան անմիջապես ճանաչեց նրան։ Բաժնում Գարավիտոն ներկայացավ կեղծ անունով եւ ցույց տվեց կեղծ փաստաթղթեր, բայց դա չաշխատեց։ Նրան բռնել էին այն պահի, երբ դեռ չէր հասցրել անհետանալ։ Այդտեղից սկսվեց պատմության եզրափակիչ փուլը։ Գազանը դադարեց լինել ստվեր։ Նա դարձավ կոնկրետ անձ, ձերբակալված կասկածյալ։ Ձերբակալությունից հետո Գարավիտոն հարցաքննությունների ժամանակ իրեն պահում էր սառնասիրտ։ Նա խոսում էր առանց զգացմունքների, հաճախ խնդրում էր կրկնել հարցերը, կարծես ժամանակ շահելով պատասխանները ձևակերպելու համար։ Նա հերքում էր բոլոր դրվագները, հերքում էր իր համասեռամոր լինելը, պնդում էր, թե ունի սիրելի կին եւ նույնիսկ 16 տարեկան որդի։ Փորձում էր վերահսկել հարցաքննության ընթացքը, դանդաղեցնել տեմպը, խառնել վարկածները եւ ստեղծել սովորական մարդու կերպար։ Խնդիրը այն էր, որ միայն հայտնաբերված իրերն ու անուղակի հետքերը կարող էին բավարար չլինել դատարան հասնելու համար։ Այստեղ գործի մեջ մտավ քննչական խմբի ղեկավար Գոմեսը եւ կատարեց վճռորոշ քայլ։ Նա ուժեղացրեց հոգեբանական ճնշումը եւ կիրառեց բլեֆ։ Նա հասկացրեց, որ քննությունն արդեն ունի բավարար ապացույցներ, նույնիսկ եթե Գարավիտոն չխոստովանի։ Հետո սկսեց հերթով թվարկել քաղաքներ, թաղման վայրեր, դրվագների ամսաթվեր։ Եվ մի պահ Գարավիտոն կոտրվեց։ Նա սկսեց խոստովանել։ Խոստովանությունը ֆիքսվեց տեսախցիկով։ Ավելի ուշ այդ տեսագրությունը ցուցադրվեց ազգային հեռուստատեսությամբ։ Այդ պահը պարզապես լուրջ չէր։ Դա դարձավ հանրային շոկ։ Բայց քննիչները հասկանում էին, խոստովանությունը վերջնակետ չէ, այլ ռիսկ։ Գարավիտոն ցանկացած պահի կարող էր հրաժարվել իր խոսքերից։ Դրա համար գործի հիմքում պետք է լինեին ապացույցներ։ Այստեղ վճռորոշ դարձան հանցանքի վայրում գտնված ակնոցն ու կոշիկը։ Փորձագետները հաստատեցին ակնոցի համապատասխանությունը տեսողական առանձնահատկությունների հիման վրա։ Կոշիկի մաշվածությունը համընկնում էր աղացող մարդու քայլվածքի հետ։ Կատարվեց ԴՆԹ փորձաքննություն։ Զուգահեռ անցկացվեցին հոգեբուժական ուսումնասիրություններ։ Դատարանում պիտի հնչեին ոչ միայն խոստովանություններ, այլ նաև փաստեր։
Դատավարության ընթացքում Գարավիտոն ցուցադրում էր զղջում, ներողություն էր խնդրում, խոստանում էր ուղղվել, խնդրում էր որքան հնարավոր է արագ դատավճիռ կայացնել։ Սակայն իրականում սա ռազմավարություն էր, առավել մեղմ պատիժ ստանալու համար։ Եվ հենց այստեղ կոլումբիացիները ստացան երկրորդ հուժկու հարվածը։ Կոլումբիայում չկար ոչ մահապատիժ, ոչ էլ ՑՄ ազատազրկում, եւ առավելագույն պատիժը կազմում էր 40 տարի, անկախ հանցագործությունների քանակից։ 2001 թվականի նոյեմբերի 3-ին մամուլը հաղորդեց ընդհանուր 1853 տարվա դատապարտման մասին, սակայն գործնականում կար 40 տարվա վերին սահման, պայմանական վաղաժամ ազատման իրավունքով պատժի 2/3 մասը կրելուց հետո, այսինքն 24 տարի անց։ Սպանվածների ծնողների եւ հասարակության մեծ մասի համար դա հնչում էր որպես բացարձական արդարություն։ Այդ պահից Գարավիտոյի գործը դադարեց լինել միայն քրեական պատմություն, այն դարձավ օրենքի անկարողության խորհրդանիշ։ Նրան պահում էին ուժեղացված պահպանության պայմաններում։ Բանտային հաշվեհարդարի վտանգը բարձր էր եւ ղեկավարությունը հասկանում էր, որ նա թիրախ է։ Գարավիտոն փորձում էր ստեղծել ուղղված մարդու կերպար, խոսելով հավատքից եւ բռնությունից տուժած երեխաներին օգնելու ցանկությունից։ Իսկ իրավական դաշտում մնում էր գլխավոր հարցը. ինչ կլինի, երբ նա դիմի վաղաժամ ազատման հայցով։ Նրա առաջին փորձը ձախողվեց։ 2021 թվականին դատարանը մերժեց նրա միջնորդությունը տուգանքի չվճարման հիմքով։ Երկրորդ փորձը նախատեսված էր 2023 թվականին, սակայն ճակատագիրը նրա համար այլ բան էր պատրաստել։ Վերջին տարիներին Գարավիտոն տառապում էր լեյկեմիայից եւ աչքի քաղցկեղից, կորցրել էր տեսողությունը եւ նույն թվականի հոկտեմբերի 12-ին Լուիս Գարավիտոն մահացավ հիվանդանոցում, ծանր հիվանդության ֆոնին։ Նա 66 տարեկան էր, բայց նույնիսկ նրա մահը վերջակետ չդրեց պատմությանը։ Մահապատժի եւ ՑՄ ազատազրկման հարցը Կոլումբիայում մնաց բաց։ Երեխաների անհետացումները շարունակվեցին նաեւ նրա ձերբակալությունից հետո։ Լուիս Գարավիտոյի պատմությունը հաճախ ներկայացվում է որպես ամենասարսափելի մոլագարի մասին պատմություն, եւ այս կետում հեշտ է կանգ առնել, բայց եթե կենտրոնանանք միայն սպանողի կերպարի վրա, կրկնում ենք նույն սխալը, որի տարիներ շարունակ թույլ էր տալիս այս ամենին տեղի ունենալ։ Մենք համակարգը թողնում ենք ֆոնում, իսկ ողբերգությունը վերածում ենք թվերի։ Այս պատմությունը խորհրդանիշ դարձավ ոչ թե այն պատճառով, որ մի մարդ առանձնահատուկ դաժան էր, այլ որովհետև նրա կողքին տարիներով գոյություն ուներ մի միջավայր, որտեղ երեխաների անհետացումը ընկալվում էր որպես սովորական բան։ Երկրում, որտեղ պատերազմն ու աղքատությունը քանդել էին ընտանիքներ, հազարավոր դեռահասներ ապրում էին փողոցում եւ սովորում էին գոյատևել։ Եվ հենց այդպիսի երեխաների էր նա ընտրում, նրանց ովքեր ամենաքիչ շանսն ունեին լսելի լինելու։ Գարավիտոյի համար նրանք հարմար զոհեր էին, պետության համար համակարգային ձախողման սիմվոլներ։ Հետաքննությունը ու դատավարությունը ցույց տվեցին մի պարզ բան. օրենքը միշտ չէ, որ կարող է համընթաց քայլել իրականության հետ։ Այս գործում Կոլումբիան բախվեց ցավոտ փաստի։ Մարդկանց սպասած արդարությունն ու համակարգի հնարավորությունները իրար չէին համապատասխանում։ Գարավիտոն մահացավ, բայց այս պատմությունը չավարտվեց։ Ամեն նման գործից հետո մնում է նույն հարցը. իրականում ինչ է փոխվում։ Կարելի է խստացնել օրենքները, գրել նորեր, ստեղծել նոր մեթոդներ, բայց եթե երեխաները շարունակում են անհետանալ, եթե աղքատությունն ու անտարբերությունը շարունակում են նրանց անտեսանելի դարձնել, նշանակում է խնդիրները շատ ավելի խորն են։